ողջունում ենք ձեզ մայրաթող Սուրբ Էջմիածնում, որտեղից սերնդեսերունդ հայոց կյանքին փոխանցվել են տերունաշնոր հավատքը, հայրենանվիրումն ու ազգային ոգին։ Ձեր օգտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո և անսակարգ նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին բարակվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողության ու ատելության սերմանումով, առավ նոր բաժանումներ։ Մեր սրտերը ցածր տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինց ու մեղադրանքներով ազատազրկում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ Գարեգին Քահանա Արսենյանը, ազգային մեծանուտ բաներար Դիար Սամվել Կարապետյանը և այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթները նրանց հետ են։ Թող Տերը քաջառողջություն և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար փաթթարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։ Սիրելիներ, մեր գնահատանքն ենք բերում ձեզ ամենքին, հանդեպ մեր Սուրբ Եկեղեցի ձեր հավատարմության և ահույս օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը, հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին, ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության։ Միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում, համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները։ Աղոթում ենք, որ ամենակալ Աստված իր սուրբ աջով պահպանի մեր հայրենիքը, հայաստանյայց առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին, աննկուն ոգով
դիմագրավելու բոլոր մարտահրավերները, թող Տերը ապահովություն ու բարօրություն պարգևի ազգիս հայոց, ի Հայաստան և իսպյուրս աշխարհի, այսօր և միշտ և հավիտյանս, ամեն։ Ձեր ուխտ ի կատար, սիրելի ուխտավորներ,